դատարանի մասով չունենք, հակակոռուպցիոն դատարանի, բայց հարցի հետ առնչվող դիրքորոշում ունենք, ձեռքբերությամբ ներկայացնենք։ Պատվարժան դատարան խոսքը վերաբերում է ձեր նախագահության քննվող սույն և հակակոռուպցիոն դատարանի մեկ այլ դատավորի նախագահության Տիվի Հովհաննիսյանի քրեական գործերը միմյանց միացնելու մասին։ Ես գրավոր տեքստը ներկայացնում եմ հարգելի հանրային մեղադրողներին, իշտորություն ավարտելուց հետո նաև կներկայացնեմ ձեզ։ Կարճ ներկայացնեմ դատավորական նախապատվությունը։ Պատվարժան դատարան, ձեր նախագահությամբ է քննվում ՀԿԴ 0249-0125 քրեական գործը ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանի 2003 թվականի ապրիլի 18-ին մեկնված քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով։ Սույն քրեական գործի նախնական քննության ընթացքում դեռևս Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նա 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 18 թվականի ապրիլի 9 ընկան ժամանակահատվածում զբաղեցնելով նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցիչ գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, պաշտոնական դիրքորոշումներով 13 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 7 ընկան ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով գումարի 489 միլիոն դրամի պետությունից վատները։ Պատվարժան դատարան, ձեզ ձեռքի տակ եղած քրեական գործը փաստում է, որ առաջին ացանի դատարանի կողմից կայացվել է արդարացման դատավճիռ, վերակրնիչ քրեական դատարանը պարոն նախագահի արդարացման հարցը կասկածի տակ չի դրել, ինչ-ինչ իրավական հարցեր մեր կողմից եւ հարգելի հանրային մեղադրողների, ավելի ճիշտ գլխավոր դատախազի կողմից բացառել է դատարան, դատարանը բարի չի։ Ուրեմն հաջորդը ՀԿԴ 0154-0125 քրեական գործի նախաքննության ընթացքում պատվարժան դատարանի տեղեկացնում եմ, որ հակակոռուպցիոն դատարանում նախագահ դատավոր Գևի Հովհաննիսյանի վարույթում է քննվում 2025 թվականի հուլիսի 2-ին դատարան ընդգրկված ՀԿԴ 0154-0125 քրեական գործը կրկին ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանի 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4 մասի 2-րդ կետով, 311 հոդվածի 4 մասի 2-րդ կետով և 310-րդ հոդվածով։ Դատավոր Գևի Հովհաննիսյանի վարույթում գտնվող ՀԿԴ 0154-0125 քրեական գործի քննությունը այս մարտին նախնական դատավորությունների փուլում է։ Պաշտպանության կողմից անդրադառնալով ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանի ՀԿԴ 0249-0125 և ՀԿԴ 0154-0125 քրեական գործերի նյութերին գտնում է, որ առկա են գործերը մեկ վարույթում միացնելու հիմքեր հետևյալ պատճառաբանությամբ։ Քրեական դատավորության օրենսգրքի 10 հոդվածի համաձայն մեկ վարույթում կարող են միացվել ընդգծում են նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրել հանցանքներ դատելու վերաբերյալ վարույթները։ Նույն հոդվածի 4 մասի համաձայն նույն դատարանի մեկից ավելի դատավորների մոտ գտնվող վարույթները միացվում են տվյալ դատարանի նախագահի որոշմամբ դատավորներից մեկի դիմումի հիման վրա։ Վարույթները միացնելու դեպքում մեղադրանքը քննում է այն դատավորը, որը քրեական գործը ավելի վաղ է ընդունել վարույթ։ Պատվարժան դատարան սույն դեպքում նույն հակակոռուպցիոն դատարանում քննվում են երկու քրեական գործեր նույն անձի Սերժ Սարգսյանի վերաբերյալ, ուստի հաշվի առնելով վերը ներկայացված քրեադատավարական կանոնները, ինչպես նաև այն, որ վարույթների միացումը չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա, հակառակը դատարանը առանց արդարացիության շահվնասելու եւ նվազագույն դատական ծախսերի կատարում կարող է քննել եւ լուծել գործերի վերջնական ընթացքը, ուստի միջնորդում եմ ձեր վարույթում ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանի քննվող թիվ 49-0125 գործը միացնել հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գևի Հովհաննիսյանի վարույթում ըստ մեղադրանքի Սերժ Սարգսյանի քննվող ՀԿԴ 0154-0125 քրեական գործին։ Պատվարժան դատարան, քանի որ դուք հանդիսանում եք նաև դատարանի նախագահ, ես միջնորդությունը միանգամից, այսինքն համակցված եմ ձեզ ներկայացնում, քանի որ հակառակ պայմաններում միջնորդությամբ դիմեին ձեզ որպես դատարանի նախագահ։ Նախագահ դատավորը եւ դատարանի նախագահը այս դեպքում նրեք, այսպես ասած, նույն անձինք են, ուստի միջնորդությունը միասնական։ Ես ճիշտ եմ հասկանում, ուզում եք ասեք միջնորդությունը ըստ էության կարող ենք այս պահին այո քննարկել։ Շատ լավ։ Ձեր միջնորդությունը հաշվի առնելով որ ներկայացրել է։ Նստեք, Մեղադրյալ Գևորգ Հարությունյան, տվյալ միջնորդության հետ կապված ինչ դիրքորոշում եք, հաշվի առնելով երբ որ միջնորդությունը քննենք, պետք է հաշվի առնենք նաև ձեր իրավունքների հետ կապված որոշակի
մեկ գործը միացվել է մեկ այլ գործին, այդ հնարավոր է ծավալը արդեն ավելացում եւ գործի որոշակի առումով ավելի երկար քննություն։ Ձեր իրավունքների հետ կապված որոցը խնդիր տեսնում եք, առարկություններ ունեք։ Վարսել Բեգրյան, դուք ունեք առարկություններ։ Ոչ։ Հարգելի հանրային մեղադրությունների դիրքորոշում ունեք նշված վարույթը միացնելու մեկ այլ վարույթի հետ, հաշվի առնելով, որ դատարանը քննարկել է դատարանին մեկ այլ վարույթով դատավորը դիմում ներկայացրել է, դատարանի նախագահան քննարկել է եւ մերժել է գործը միացնել, որտեղ երկու առանձին վարույթներ կան, երրորդ վարույթը միացնել առաջի երկու վարույթներին, հաշվի առնելով այդ թվում արտադրության շահ գործի ծավալը։ Տվյալ պարագայում 3 մեղադրելով գործ է քննվում այս վարույթում, 1 մեղադրելով էլ առանձին գործ քննվում է դատավոր Գիվի Հովհաննիսյանի վարույթում։